Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շարունակում մեր աշխատանքը առաջինի եթերում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված մի գրառում է կատարել իդեպ հայերեն լեզվով, գրելով 110 տարի առաջ սկսվեց հայոց ցեղասպանությունը։ Այսօր ապրիլի 24-ին ոգեկոչման ազգային օրը հիշենք բոլոր զոհերին եւ կենթանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել մարդկության անունից հանուն ճշմարտության եւ արդարության։ Ինչ խոսք շատ գոտեպնդող մի գրառում, որը կատարել է մեր ժողովրդի, հայ ժողովրդի իսկական բարեկամ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ իրականում շատ կարեւոր է այս պահին հասկանալ, թե ինչ քայլեր կարող է ընդհանրապես, ինչ քայլերի կարող է ձեռնամուխ լինել Ֆրանսիան կապված Հայաստանի անվտանգությունը ապահովելու շատ բարդ գործընթացի հետ, որը մենք այսօր ունենք, հաշվի առնելով այն իրավիճակը, բարդ աշխարհակահաղական իրավիճակը, որում գտնվում է այսօր ամբողջ աշխարհը եւ մասնավորապես մեր տարածաշրջանը։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ մենք այսօր խոսելու ենք նոր Յարաճ թերթի խմբագիր Ժիրայր Չոլակյանի հետ, որը մեծ տեսակապով միացել է Ֆրանսիայի Փարիզ մայրաքաղաքից։ Բարև ձեզ, պարոն Չոլակյան։ Բարև ձեզ։ Առաջի հարցս այսպիսին է. ինչ գործիքակազմի մասին է նշում նախագահ Մակրոնը, նշելով հետևյալը. շարունակեն գործել մարդկության անունից հանուն ճշմարտության եւ արդարության։ Ինչպիսի գործիքակազմ այսօր ունի Ֆրանսիան եւ արդյոք այդ գործիքակազմը կիրառվում է, որպեսզի ինչ որ առումով Հայաստանը չհայտնվի այն իրավիճակում եւ հայ ժողովուրդը, որում հայտնվել է 110 տարի առաջ։ Լավ հարցադրում է, պատասխանը բոլորս էլ գիտենք, թե վերջապես ոգեկոչման օրը պետք է հիշատակի եւ լավ խոսքեր ասվին միջազգային հարաբերություններում մեջ բնականաբար այդպիսի հայտարարություններ Ֆրանսիայի նախագահի կողմից ընդունված են եւ ընդհանրապես բոլոր աշխարհի կողմից նույնիսկ եթե երբ որ գիրարգումի կա մի տեսնենք որ բավական փաստաթղթեր կան եւ նաեւ անարդարություններ կան որ նույնիսկ այսօր տեղի ունենան որտեղ բազմաթիվ երկիրներ պատերազմի մեջ են եւ պատերազմական ոչիրներ կդարվին մարդկային թեմ մարդկային ոչիրներ կդարվին նույնիսկ ցեղասպանության երևույթ ունեցող պատերազմներ կմղվին հարձակումներ կլինեն եւ այս բոլորը տեղի ունենան այսօր բոլորիս աչքին եւ ընդհանրապես շատ քիչ կխոսվի մասին երբեմն գարմեդեսարաններ ցույց կդրվին բայց քիչ լրատվամիջոցները նաեւ այս ամբողջը ծածկելու ծառայեն գախում ունի թե այդ երկրի pedagogan մարմինները եւ կամ pedagogan դիրքորոշումը եւ կամ նույնիսկ ասենք մեդիա տաշտի, այսինքն լրատվատաշտի ղեկավարությունը ինչպես կընկալի եւ ինչպես կուզե որ այդ հարցերը դրսեւորվին արձագանքվին या արևմտյան դիրքորոշում է ռուսամետ ակնոցով դիտված եւ կամ մեծ երկիրներու, այսինքն Չինաստան, Հնդկաստան եւ այլն։ Այս բոլոր երկիրները իրենց ռազմավարական շահեր ունին, pedagogan շահեր ունին եւ ըստ բանջի գրնան այս կամ այն դեպքի մասին ավելի երկարադատվել կամ բանջներ ներկայացնել եւ կամ լրելյան անցնել այս բոլոր բաները դեպքերը։ Ինչ կվերապերի հայկական ցեղասպանության արդեն նույնիսկ Մակրոնի խոսքի մեջ հիմնականի մեջ հիշողության բարդ կնե որ գտնվի հանուն արդարության, այսինքն որովհետեւ նորեն չգտնվին այս դեպքերը եւ այլն, բայց գիտենք որ դեպքերը գտնվեցան, ինչպես օրինակ Արցախի բարակային
հայաթափում դեր ունեցավ, ցեղային զրում դեր ունեցավ, բայց ոչ մեկ երգիր չմիջամտեց, պարզապես հորթորներ էին, խոսքեր էին, դադարդումներ էին, բայց խոսքի անտին ոչ մեկ պատժամիջոց, ոչ մեկ միջամտություն ուղղակի եւ ասել որ այս ամբողջ գմղի այն երևույթին, որ հեշավես պետությունները եւ ժողովուրդները պետք է գարնան իրենք պաշտպանել քոյադևելու համար։ Ձեր այս խոսքի համատեքստում, վերջի մասի մանավանդ համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ երեք հույդա կազմակերպած ջահերով երթի մասնակիցները հերթական անգամ այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, ինչը դատապարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ սա անընդունելի արարք է եւ այդ գործելակերպը եւ Նազանի Բաղդասարյանի, Նազելի Բաղդասարյանի իր մամուլի խոսնակի շուրթերով այսպեսի գնահատական է հնչում. դատապարտում եմ այս գործելակերպը այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի միջազգայինորեն ճանաչված պետության առավել եւս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այն վերաբերմունքի արժանանալ, դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Միևնույն ժամանակ Փաշինյանը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում, կոչ անելով քննություն առնել այս դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով։ Նախ ես կուզեմ ձեր անձնական գնահատականը լսել կապված այս դեպքի հետ, որքանով ենք մենք նպաստում մեր շահերի առաջ խաղացման, այդ թվում նաև միջազգային հարաբերություններում եւ առաջին հերթին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակելով այրել նրանց դրոշները Երևանում։ Գիտեք, դրոշ այրելը ցեվում փողոքի նշան է, բայց ոչ մեկ ասեմ քաղաքական լուրջ հետևանքներ չի ունենալ եւ ոչ էլ մտածված արարք է, բարձրապես անձեր են, որոնք քիչ մի շատ սկացականով դարված եւ այդպես քաղաքական ուժ է կազմակերպում, պարոն Չոլակյան, քաղաքական ուժ է կազմակերպված ցույցի ընթացքին է դեղի ունեցած, բայց ամեն բարակայի ոչ մեկ ասեմ ծայրահեղական այս դեպքեր հաջող կվադային, ծայրահեղական անձեր, որոնք ծայրահեղ լարված վիճակի մեջ են եւ այդպիսի երևույթներ գրնան իրականացնել, բայց այդ մեկը ասեմ մինչև այնտեղ որ բեդուտյան գոմե թրթված չէ եւ այս բարակային բեդուտյան գոմե թրթված չէ, ցույցը արդեն բեդուտյան գոմե կազմակերպված, այսինքն pedagogan բանը չէ, նախաձեռնությունը չէ, իրադարձությունը չէ, բնականաբար անհատներու եւ կամ նույնիսկ թերևս թելադրված գուսակցության ղեկավարության կողմէ եւ չեմ կարծել որ այսինքն ամեն բարակայի գուսակցությունը ոչ մեկ ադեն այդպիսի թելադրանք չէ դված հանրային առայլություն չէ կատարած, բայց երևույթը այն է որ դեպքը բադահեր է եւ այդ մեկը բնականաբար այնպիսի ասեմ Հայաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան շատ նուրբ ըսկայուն բահումը Գարավարության բնականաբար նախազգուշացումն է, որ այդ երևույթը Գարավարության կողմէ չէ թելադրված եւ իրենց դիրքորոշում այն է, որ սխալ քայլ մնե այդ քայլը, որովհետեւ այսօր Հայաստանի Գարավարությունը եւ pedagoganությունը ընդհանրապես իրենց ինքնահաստատման թրասներու հետ լավ հարաբերություններ մշակելու, տնտեսական հարաբերություններ զարգացնելու, ճանապարհ բանալու, ուրեմն այդպիսի գործընթացի մեջ է եւ բնականաբար այս ամբողջ խոչընդոտի ձևով այդ քաղաքականությունը։ Պարոն Չոլակյան, ես հասկանում եմ ձեր գնահատականը եւ մասամբ այն կիսում եմ կապված այն բանի հետ, որ դրոշ այրելով Երևանում մենք որևէ լուրջ հետևանքների, բացասական հետևանքների առջև չենք կանգնի, առաջ չենք կանգնի, բայց նաեւ այսպիսի հարց ունեմ ձեզ. իսկ դրական արդյունքները որոնք են։ Ինչ ենք մենք ուզում, ինչի ենք մենք ձգտում եւ ինչի ենք ուզում հասնել ամեն տարի այրելով Թուրքիայի եւ արդեն Ադրբեջանի դրոշը Երևանում։ Նպատակը ո՞րն է։
Դուք ասիք ամեն տարի այրելով, չմիր թե ամեն տարի դեր ունենա, բայց այն բարակայի անհերևանք ծայրահեղական քայլ մնե, փողոքի նշան մնե անցերու որոնք Ինչ նպատակով, նպատակը որն է։ Ինչ են ուզում դրանով հասնել։ Ամեն մի քայլ պետք է նպատակ ունենա, չէ՞ որն է նպատակը։ Այո, բայց անհատներ են այնպես որ քաղաքական հadoop դիրքորոշում չի։ Դաշնակցությունը Հայաստանի ամենահին կուսակցությունն է, դա անհատ չէ, դա քաղաքական ուժ է։ Որն է նպատակը այդ քաղաքական ուժի, երբ որ այն դրոշ է այրում Երևանում։ Բայց ես չէի նույնացնել եմ դաշնակցությունը եւ դրոշ այրելը։ Գտնա դաշնակցականներ դրոշ այրեն, բայց էլ չէ որ դաշնակցության ղեկավարության քաղաքականությունն է կամ մարդավարությունն է անբաժան դրոշ այրելով որ մեկ բան փրկել։ Եթե այդպես լավ բնականաբար շատ ավելի ցավալի կլար մեր վիճակը, հատկապես վերջապես պատմական կուսակցության ղեկավարության համար, որ դրոշ այրելով գուցե իր փողոք արտահայտել բայց ես կարծեմ որ ավելի անհատներ են որոնք այդ նախաձեռնությունը արած են առանց ոչ մեկ ասեմ ծևով գուսակցության կամ շարքայինները կամ վերահասիչ այդ մարմիններ որոնք այդ ցույցը գարաշնորհեն անոնց կողմե գարելի վերահսկելիության կամ արկելքի հանդիպելով որովհետև վերջապես ցույցի ժամանակ դարբեր խմբակներ կան եւ այն մեկ խմբակ ծևով ինքիր որոշներ փողոքը գարդահայտեն լոզունգներով, որոշ փողոքը գարդահայտեն երգելով, հայրենասիրական երգեր երգելով, իսկ որոշներ ալ գարդահայտեն դրոշ հայրելով, ինչ որ զենք նաեւ խորհրդանշական իմաստ ունի։ Բայց այն բարակայի այս բոլոր ցույցերը մեկ կողմը ոգեգոճում է, մյուս կողմը նաև փողոք է։ Մի քանի խորհրդանշական քայլեր են, որոնք կամփոփվին այս ցույցերում մեջ, այո, բնականաբար հիշադակի երևույթը, որ նշելու, ոգեգոճելու 110 տարի առաջ կատարված դեպքերու զոհերը, նահատակները, հարգելու նահատակներու հիշադակը Երկրորդ քաղաքական որոշ բանջարդիրություն, որ այս անարդարությունը դակավին չջանցված եւ դեր կմնա իբր քաղաքական պայքար կարևոր հատվածի համար, թե հայ ժողովրդի, թե գարկման կուսակցություններու, ուրեմն այս երկու քաղաքական երևույթը եւ հիշադակի օրը երկու այդ խորհրդանիշներ են Եվ երրորդ կա բնականաբար դերևս ավելի հեռագա այդպես ռազմավարական խնդիրը ներքին քաղաքական հարցեր լուծելու, այսինքն ծեվում նաև Հայաստանի կառավարության հանդեպ իրենց դժգոհությունը արտահայտելու եղանակ, որ այսօր Հայաստանի կառավարությունը կորտեքրե գուղվի դեպի խաղաղության դաշինք, ասել է հաշտություն թշնամիի հետ, որ չջանցած 110 տարի առաջ իրեն կատարած եղերնը, մեծ եղերնը։ Ես ճիշտ եմ դες հասկանում, պարոն Չոլոքյան, որ դուք չեք կարծում, որ սա ՀՅԴ-ի ղեկավարության կողմից ուղղորդված քաղաքական ակցիա է։ Ճիշտ եմ դες հասկանում։ Չեմ կարծել, որ ասեմ այդքան միամիտ լան ՀՅԴ կուսակցության ղեկավարությունը։ Հավանաբար բարեկայի գրնա արձանագրվել իբր Փաշինյանի դեմ ուղված, այսինքն Հայաստանի կառավարության դեմ ուղված իբր քայլ, ավելի քան Թուրքիո դեմ ուղված բան քայլ։ Դուք էլ նոր նշեցիք ձեր խոսքում, որ մարդիկ հնարավոր է այդպիսի ձևով իրենց մտահոգությունը եւ դժգոհությունն են հայտնում Հայաստանի ղեկավարության կառավարության օրակարգից, որը ուղղված է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վերջնականապես խաղաղության հաստատմանը, իսկ ըստ ձեզ այլընտրանքը որն է։ Եթե մենք չենք գնում այդ ճանապարհով այսօր Հայաստանի համար, այլընտրանքը որն է։ Այսօր դժբախտաբար այլընտրանք չի մնացած, որտեղ 2020-ի Բարդուտենեն ետ և 2023-ի Արցախի հայաթափում են ետ, բնականաբար
Թշնամին հագարագործ իր պայմանները կբարդացրի եւ Հայաստանի կառավարությունը նկատի ունենալով որ ուրիշ հնարաններ չունի ոչ բոլոր այն հնարանները որում վրա գրնար հիմնվել եւ որ ուտե գրնար օգնություն ստանալ այդ բոլորը արդեն սպառած են Ռուսաստանը կամ նույնիսկ արևմուտքը իր սահմանապակ օժանդակությամբ նույնիսկ Իրանը որ խոսքով թեմը սահմաններու փոփոխության եւ այլն բայց պաստորեն այսօր հայկական նոհամասի Հայաստանի ասենք ճանաչված ճասկանորեն ճանաչված սահմաններու մեջ կան գրավյալ դարածներ եւ որը մեկը գործնական քայլչարներ հարևաններ են հա եւ կամ տաշնակիցներ են որ վերահաստատին սահմանները ոչ մեկ բարտատրանք չի Ադրբեջանի վրա այդ ուղղությամբ ասել է որ խորքի մեջ այլանդրանք աչունինք բազմապես կենթարգվինք ծևովը բանջված հաղթական գողմի բանջկին եւ բոլոր անոնք որոնք կգարձեն որ այլանդրանքի արդյունք է այս խաղաղության տաշինքը խաղաղությունը բնականաբար հայ ժողովուրդը գուզե խաղաղության մեջ ապրիլ որբեսի գարենա վերջապես իր հողին վրա կոյադեվել այլապես այլանդրանքը բادرազմն է իսկ բادرազմի բարակային գիտենք որ այսօր մտահոգությունը մեծ է Հայաստանի հանրության բնակչության գոմե որ արդեն 30 տարի է իվեր բادرազմական վիճակի մեջ ենք եւ ակին զոհեր դված ենք եւ այսօր եթե լուրջ վերաբերվենք բادرազմին տեսնենք որ այն կարողությունը չունենք թիմագայելու այո երբ որ կարողությունը չունես թիմագայելու բնականաբար խաղաղության եւ արդարության գոչեր գլան որբեսի լան գտեսենք որ նույնիսկ մեր ասենք խաղաղության ցանկությունը դիմացի կողմը չընկալ էր իբր խաղաղության ցանկություն գնալ է իբր բարդություն իբր պայմաններ որ ինքը նախապայմաններին որ գտնե որբեսի ստորագրի թուղթը որուն սեմ ստորագրությունը նույնիսկ վստահ չենք որ կապահովի խաղաղության մեջ ներառված բոլոր պայմանները հարկե գստիպե իրենց որ հարկեն իրենց ստորագրած թուղթը այսպեսի իրավիճակ է ուրեմն երբ որ այլանդրանքի մասին խոսենք այլանդրանքը բազայից բادرազմն է Պարոն Չալաքյան 110 այդ տարին անցել է եւ այսօր Եղեռնի այդ հերթական տարելիցին նվիրված ուղերձ է հրապարակել ուղղել Հայաստանի կաթողիկոսը Գարեգին բան մի փոքր հատված կարդամ եւ հարցը տամ Մերօրյա ծանր իրավիճակում երբ բռնազավթված է Արցախը անվտանգային սպառնալիքների առջև Հայաստանը Առավել հրամայական է վերափոխել մեր կյանքի ընթացքը հանուն ազգային վերազարթոնքի։ Ցավոք կաթողիկոսը չի նշել, թե ինչպես մենք պետք է վերափոխենք մեր կյանքի ընթացքը, փակագծերը չի բացել, համենայն դեպս ինձ համար դա անհասկանալի է, բայց ես տեսնում եմ, որ վերափոխման անհրաժեշտության մասին հենց այս տերմինաբանությունը օգտագործելով, որ դա արդեն վաղուց դարձել է մեզ համար հրամայական, արդեն Հայաստանում շատ է խոսվում։ Ես կուզեի նաև ձեր կարծիքը լսել, ձեր տեսլականը, եթե այդպեսի կունեք, ինչպես պետք է մենք վերափոխվենք, ինչպես պետք է վերափոխենք մեր կյանքի ընթացքը, որպեսզի ունենանք ոչ միայն ազգային վերազարթոնք, ինչպես բնութագրում է Գարեգին բան, այլ նաև կարողանանք շարունակենք պահել եւ պահպանել մեր պետականությունը եւ ինքնիշխանությունը։ Գիտեք ինչ անձեր, որոնք այդպիսի ասենք կարևոր թիրքի վրա գտնվին ինչպես վեհապարն է, երբ որ որևէ մեկ արտահայտություն, հայտարարություն կատարեն, պետք է նաև իրենց նկատի ունենան իրենց թիրքերը եւ իրենց գիտակցական աշխարհը եւ իրենց վերապերումը նաեւ իրենց գործունեության վերանայումը նաեւ նկատի ունենան իրենց խոսքի մեջ։ Իսկ այդ կնշանակի որ նույնիսկ կաթողիկոսը եւ եկեղեցին պետք է վերանային իրենց դիրքերը, այո, եւ չեն գրնար այս դժվար բարակային, դժվար պայմաններում մեջ Հայաստանի պետականության, Հայաստանի կառավարության ուղղության հագարակ երթալ։ Իրենք բարոյական արժեքներ ունին, բարոյական եւ գրթական շատ կարևոր
պատասխանատվություն ունին եւ պետք է գարենան այդ ամբողջը իրականացնել հետեւողական կերպով առանց հրահրելու եւ քաղաքական այնպիսի հորտորներ ունելու որոնց իրենք որ 30 տարի է իվեր իրենք ոչ մեկ ադեն չեն գրծած չեն իրենք չդրված այդ իրավունքը քաղաքական ոչ մեկ քայլ առնելու այսօր որ այդ ազատությունը ունին պետք է այդ բարյացակամությունը ունենան որովհետեւ գարնան սահմանել իրենց կորձիկա աշխատանքի տաշտը այո եւ այսօր հոգեվոր տաշտի հոգեվոր բանի մեջ ասպարեզի մեջ շատ կարեւոր է որ եկեղեցին վերանայի իր դիրքերը եւ շատ ավելի համեստ կերպով գարենա որոշ հորթորներ տալ որ գվերապիր առաջին հերթին իր ղեկավարության եկեղեցականներու բարձրաստիճան եկեղեցականներու Հուսանք որ այդպես էլ կլինի շատ շնորհակալ եմ ձեզ պարոն Չոլակյան Խնդրեմ Մեր հյուրներ, որը մեզ միացել էր տեսակապով Ֆրանսիայի Փարիզ մայրաքաղաքից նոր Երաջ թերթի խմբագիր Ժիրայր Չոլակյանը քիչ անց մենք կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում